Երբ քո թշնամին ոտնահարում է ամենաթանկը, իսկ Աստված կարծես լռում է։ Այսօր մենք կտեսնենք, թե ինչպես է մի հաջողակ վարպետի սիրտը քարի պես կոտրվում, երբ նա գտնում է իր հոր վերջին գործը, Սուրբ Խաչքարը, ջարդուփշուր արված իր իսկ արհեստանոցի բակում։ Այդ պահին նրա հոգում ծնվում է ոչ թե աղոթք, այլ սպանելու անզուսպ ցանկություն։ Նրա դեմ կանգնած է մի մարդ, որին փողով ու ուժով հաղթելն անհնար է։ Իմ փաստաբանները ոչ թե հաղթանակի մասին է, այլ այն մասին, թե ինչպես կարելի է անողոք թշնամուն դարձնել քո ամենամեծ հոգևոր ուսուցիչը։ Բայց ամենակարևորը, մենք կբացահայտենք այն պարզ, բայց հզոր քրիստոնեական սկզբունքը, որը կարող է կանգնեցնել ցանկացած բուլդոզեր և հալեցնել ցանկացած քարե սիրտ։ Պատասխանը թաքնված է մի վայրում, որտեղ քարերն իրենք են խոսում Աստծու մասին։ Սա ուղղակի պատմություն չէ, սա բանալի է ձեր սեփական անելանելի թվացող իրավիճակների համար։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք որքան ենք մենք։ Դեղին բուլդոզերի պողպատե շերեփը կանգնած էր Գևորգի արհեստանոցի հին ժանգոտ դարպասներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, կարծես հսկայական գիշատիչ, որը համբերատար սպասում է հարձակման հրամանին։ Այդ մեքենայի կողքին, ձեռքերը կրծքին խաչած, կանգնած էր Տիգրանը, Տիգրան-Շին ընկերության սեփականատերը, մի մարդ, ում սառը, անխորթակ աչքերում արտացոլվում էին միայն թվեր ու շահույթի գրաֆիկներ։ 50 տարեկան Գևորգը, խաչքարագործ վարպետ, որի ձեռքերը սովոր էին քարին աղոթքի տեսք տալ, զգում էր, թե ինչպես է իր երակներում արյունը սառչում զայրույթից։ Այս հողակտորը, որի վրա նրա պապն էր առաջին քարը դրել, իսկ հայրը իր վերջին շունչը փչել, այժմ վտանգված էր։ Տիգրանը ցանկանում էր այն վերածել ապակու և բետոնի անհոգի մի կույտի, հերթական էլիտար բնակելի համալիրի։ Գևորգ, վերջին անգամ եմ կրկնում, սա իմ վերջնական առաջարկն է, գումարը քո բանկային հաշվին կլինի վաղը առավոտյան, դու պարզապես պետք է ստորագրես այս թուղթը, դիմադրությունդ անիմաստ է, դու դա լավ գիտես, իմ փաստաբանները քո փոքրիկ արհեստանոցից փոշի անգամ չեն թողնի։ Գևորգի բռունցքներն այնքան ուժեղ էին սեղմվել, որ եղունգները խրվել էին ափի մեջ, փոքրիկ կարմիր կիսալուսիններ թողնելով։ Սա վաճառքի ենթակա չէ, Տիգրան, այս հողը իմ ընտանիքի պատմությունն է, այստեղի ամեն քար իմ հոր ձեռքի հետքն է կրում։ Դու կարող ես գնել ամբողջ Երևանը, բայց այս մի կտոր հողը քոնը չի լինի։ Տիգրանը քմծիծաղ տվեց, մի ձայն, որը քար քերելու տհաճություն ուներ։ Պատմություն։ Պատմությունն այսօր գրվում է փողով, Գևորգ, իսկ քո գրպանները, ինչպես տեսնում եմ, դատարկ են։ Տեսնենք, թե քո սենտիմենտալ հեքիաթները որքան կդիմանան դատարանում։ Հենց այդ պահին նրանց մոտեցավ Գևորգի քույրը, 48 տարեկան Լուսինեն, մի կին, ում աչքերում կարծես աշխարհի բոլոր կարիքավորների ցավն էր հավաքված։ Նա աշխատում էր Հույսի տուն բարեգործական կազմակերպությունում, և նրա կյանքը մի անվերջ ծառայություն էր, ի տարբերություն եղբոր, ով իր աշխարհը սահմանափակել էր ընտանիքի և բիզնեսի նեղ շրջանակով։ Գևորգ, եղբայր, ինչ է կատարվում այստեղ, հարցրեց նա, տագնապալի հայացքը տեղափոխելով բուլդոզերից Տիգրանի քարե դեմքին, ապա եղբոր լարված կեցվածքին։ Ոչ մի առանձնահատուկ բան, քույրիկ, գնա քո գործերով, մի խառնվիր, սա տղամարդկանց խոսակցություն է, կոպիտ պատասխանեց Գևորգը, աչքը չկտրելով իր թշնամուց։ Լուսինեի հայացքը սահեց դեպի արհեստանոցի անկյունում, հին կեղտոտ ծածկոցների տակ կուչեկած մի կերպարանքի։ Դա Կարեն պապն էր, 70-անց միայնակ, անօթևան մի ծերունի, որը վերջին մի քանի ամիսներն անցկացնում էր հենց այստեղ, փողոցում, Գևորգի արհեստանոցի պատի տակ։ Գևորգը նրան ամեն օր տեսնում էր, բայց վաղուց արդեն սովորել էր չնկատել, կարծես ծերունին էլ լիներ քաղաքային լանդշաֆտի մի անշունչ, անտեսանելի մաս։ Գևորգ, գոնե մի կտոր հաց տուր այս մարդուն, նայիր, թե ինչպես է դողում այս սառը քամու տակ, ձայնի մեջ խնդրանք կար։ Գևորգը նույնիսկ չշրջվեց։ Թող գնա աշխատի, եթե քաղցած է, ես ոչ ոքի պարտական չեմ, իմ հոգսերն ինձ հերիք են։ Լուսինեն ծանր հոգոց հանեց, տեսնելով, թե ինչպես է եղբոր սիրտը կարծրացել ոչ միայն օտարի, այլև սեփական հոգու նկատմամբ։ Նա հստակ տեսնում էր երկու ճակատագիծ, մեկը դրսուն էր, դեղին բուլդոզերի տեսքով, իսկ մյուսը, շատ ավելի սարսափելին, անցնում էր հենց Գևորգի սրտի միջով։ Նույն երեկոյան, երբ Գևորգը փակում էր արհեստանոցի դուռը, նրա բանվորները, 5 հոգի, որոնցից յուրաքանչյուրը մի ընտանիքի հացն էր տուն տանում, հավաքվել էին նրա շուրջ։ Նրանց դեմքերին անհանգստություն էր։ Ամենատարեցը, վարպետ Հակոբը, որի մատները քարի փոշուց սպիտակել էին, առաջ եկավ։ Վարպետ Գևորգ, այս Տիգրանի մասին լավ բաներ չեն խոսում,
ասում են ում հետ գործ է ունեցել, վերջում տունն ու տեղն է կորցրել։ Մենք ձեզ հետ ենք, բայց ինչ ենք անելու, եթե նա դատարանով մեզ այստեղից հանի, մեր ընտանիքները սոված կմնան։ Մյուս բանվորը, երիտասարդ Արմենը, ավելի կտրուկ էր։ Գուցե պետք է ընդունել նրա առաջարկը, գումարը բոլորիս կբավականացնի նոր կյանք սկսելու համար։ Մենք չենք կարող պայքարել այդ հրեշի դեմ։ Գևորգը զգաց, թե ինչպես է դավաճանության սառը դանակը խրվում թիկունքին։ Նրանք, ում նա իր ընտանիքի անդամներն էր համարում, արդեն պատրաստ էին նահանջել։ Ոչ ոք չի նահանջելու, ձայնը պողպատի պես կտրուկ հնչեց։ Սա ոչ միայն իմ, այլև ձեր տունն է, մենք միասին ենք պայքարելու։ Ես արդեն խոսել եմ փաստաբանի հետ, մենք կհաղթենք։ Բայց երբ նա նայեց նրանց կասկածամիտ հայացքներին, հասկացավ, որ իր խոսքերը նրանց չեն համոզում։ Նրա բանակը տատանվում էր նախքան ճակատամարտի սկսվելը։ Տուն վերադառնալով նա դուռը շրխկացնելով փակեց։ Նրա կինը, Անահիտը, խոհանոցից դուրս եկավ դեմքին տագնապի արտահայտություն։ Գևորգ զանգել էին քաղաքապետարանից, ինչ որ թղթերի մասին էին խոսում, ստուգումների, ասացին, որ վաղը կգան արհեստանոց։ Ինչ է կատարվում։ Գևորգը բռունցքով հարվածեց պատին։ Տիգրանը, այդ սրիկան արդեն սկսել է իր կեղտոտ խաղերը, նա ուզում է ինձ ճնշել բոլոր կողմերից, բայց ես չեմ տրվելու, ես նրան ցույց կտամ, թե ով է Գևորգ Սարգսյանը։ Նա նստեց բազմոցին և գլուխը բռնեց ձեռքերի մեջ։ Նրա հպարտությունը, համառությունը, նրա ամբողջ կյանքի փորձը կարծես անզոր էին այս անտեսանելի, բայց ամենուրեք թափանցող ճնշման դեմ։ Հեռախոսը զնգաց, Լուսինեն էր։ Գևորգ, խնդրում եմ, արի վաղը գնանք Տեր Հովհաննեսի մոտ, քեզ հոգևոր խորհուրդ է պետք, դու միայնակ չես կարող այս բեռը տանել։ Եկեղեցին, ինչով։ Քան կարող է ինձ օգնել քահանան։ Աղոթքները կկանգնեցնեն Տիգրանի բուլդոզերը։ Ինձ պետք է ոչ թե աղոթք, այլ լավ փաստաբան և փող։ Քեզ պետք է իմաստություն, եղբայր, ոչ թե փող, մեղմ, բայց հաստատուն պատասխանեց Լուսինեն։ Իմաստություն, որը փողով չես գնի։ Խնդրում եմ, մտածիր։ Գևորգը լուր դրեց լսափողը։ Նա զգում էր, որ պատերը սեղմվում են իր շուրջ։ Թշնամին հարձակվում էր դրսից, դաշնակիցները տատանվում էին, իսկ սեփական հոգու ներսում տիրում էր խառնաշփոթ ու զայրույթ։ Նա մենակ էր այս պատերազմում և դեռ չգիտեր, որ ամենադժվար ճակատամարտը սպասվում է ոչ թե դատարանի դահլիճում, այլ իր սեփական սրտի խորքում։ Հաջորդ առավոտ Գևորգը, չնայած իր ներքին դիմադրությանը, զիջեց Լուսինեի համար խնդրանքներին։ Նրանք միասին մտան Սուրբ Սարգիս եկեղեցու բակ, որտեղ հին թթենու ստվերում նստած էր Տեր Հովհաննեսը, սպիտակ մորուքով, խորաթափանցու բարի աչքերով մի քահանա, ում իմաստության մասին խոսում էին ողջ թաղամասում։ Տեր հայրը ուշադիր լսեց Գևորգի զայրույթով, անզորությամբ և վրեժի ծարավով լի պատմությունը։ Նա թույլ տվեց, որ Գևորգը թափի իր սրտում կուտակված ամբողջ դառնությունը, չընդհատելով, չդատելով, պարզապես լսելով։ Երբ Գևորգը վերջապես լռեց, հոգնած իր իսկ բառերից, Տեր Հովհաննեսը ոչինչ չասաց։ Նա լուռ վեր կացավ, նրանց հրավիրեց եկեղեցու հարակից փոքրիկ գրասենյակ, որտեղ օդը լի էր խնկի և հին գրքերի բույրով։ Սեղանին դրեց հնամենի, կաշվե կազմով ավետարանը և իր հաստ, աշխատանքից կոշտացած մատներով զգուշորեն բացեց Մատթեոսի գիրքը։ Գևորգ, որդիս, սկսեց նա խորը, հանգիստ ձայնով, որը կարծես թափանցում էր մինչև հոգու խորքը։ Քո պայքարը արդար է, քանզի դու պաշտպանում ես ոչ միայն քո ունեցվածքը, այլև քո հայրերի ժառանգությունը, քո արմատները։ Բայց գլխավոր հարցն այն է, թե ինչ զենքով ես դու մտնում այդ պայքարի մեջ։ Արդյոք քո զայրույթը և ատելությունը քեզ մոտեցնում են Աստծուն, թե քայլ առ քայլ հեռացնում են նրանից, քեզ թողնելով մենակ ու անզոր քո թշնամու առաջ։ Տեր Հովհաննեսի մատը սահեց տպագիր տողերի վրայով։ Երբ որ մարդի որդին գա իր փառքովը և ամեն սուրբ հրեշտակները նրա հետ, այն ժամանակ կնստի իր փառքի աթոռի վերայ։ Եվ նրա առաջին կժողովվին ամեն ազգերը, և նորանց կզատե իրարուց, ինչպես հովիվը զատում է ոչխարներին այծերիցը։ Նա բարձրացրեց իր հայացքը ավետարանից և նայեց ուղիղ Գևորգի աչքերի մեջ, որոնք լի էին կասկածով և անվստահությամբ։ Դու հիշում ես այս առակը, Գևորգ, վերջին դատաստանի առակը։ Թագավորը աջ կողմում կանգնած ոչխարներին ասում է. «Եկեք, իմ հոր օրհնածները, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցրի և ինձ ուտելու տուվիք, ծարավ էի և ինձ խմեցրիք, օտար էի և ինձ ներս առաք»։ Տեր հայր, ներեցեք, որ ընդհատում եմ, բայց ես չեմ հասկանում, թե սա ինչ կապ ունի իմ խնդրի հետ, անհամբերությամբ խոսեց Գևորգը։ Իմ թշնամին Տիգրանը ոչ քաղցրած է, ոչ ծարավ, ոչ էլ մերկ,
Նա գիշատիչ է, որը ցանկանում է խլել իմ ունեցած վերջին թանկ բանը։ Իսկ ո՞վ է քաղցած ու ծարավ Գևորգ։ Հարցը հնչեց մեղմ, բայց սուրի պես կտրեց օդը։ Ո՞վ է մերկ ու հիվանդ, ո՞վ է անօթևան քո իսկ աչքի առաջ, ում դու ամեն օր տեսնում ես քո արհեստանոցի դարպասների մոտ և անտարբեր երեսդ շրջում։ Գևորգի մտքով կայծակի պես անցավ Կարեն պապի կերպարը, կծկված, ցրտից դողացող, մոռացված բոլորի կողմից։ Նա լռեց, և այդ լռությունը ավելի խոսուն էր, քան ցանկացած խոստովանություն։ Լուսինեն, որ մինչ այդ լուռ նստած էր, խախտեց լռությունը։ Տեր հայր, ես անընդհատ նրան հիշեցնում եմ մեր պապերի ավանդույթների մասին, հիշում ես Գևորգ, պապիկը պատմում էր, թե ինչպես էին գյուղում սաջի անում, վերջին կտոր հացը կիսում էին ոչ միայն հարևանի, այլև անծանոթ ճամփորդի հետ։ Հայ մարդը երբեք իր դուռը եկած կարիքավորին ձեռնուն այն հետ չի ուղարկել, բայց այսօր կարծես ամեն ինչ փոխվել է, մարդկանց սրտերը սառել են։ Ոչ թե ամեն ինչ է փոխվել դուստրս, այլ մենք ենք փոխվել, իմաստնորեն շարունակեց քահանան։ Մենք մոռացել ենք Տիրոջ ամենակարևոր պատվիրանը, այն չափանիշը, որով նա դատելու է մեզ։ Երբ հարթարները զարմացած հարցնում են. «Տեր, երբ քեզ տեսանք քաղցած և կերակրեցինք, կամ ծարավ և խմեցրինք», նա պատասխանում է խոսքերով, որոնք պետք է դաջվեն յուրաքանչյուր քրիստոնյայի սրտին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Ինչ որ արեցիք այս եղբայրներից իմ ամենափոքրերից մեկի համար, արեցիք ինձ համար։ Գևորգ, դու ուզում ես պայքարել Տիգրանի անարդարության դեմ։ Դու ուզում ես, որ Աստված քեզ հետ լինի այդ պայքարում, որ նա լսի քո աղոթքները։ Բայց ինչպես կարող ես Աստծուց օգնություն խնդրել, երբ Աստված ինքը քո դռան առաջ Կարեն պապի տեսքով ցրտից դողում է, իսկ դու նրան անտեսում ես։ Դու չես կարող մի ձեռքով խաչ հանել ու Տիրոջից օգնություն խնդրել, իսկ մյուս ձեռքով քշել կարիքավորին, որի մեջ հենց ինքը Քրիստոսն է քեզ այցի եկել։ Քո հավատքն առանց գործերի մեռած է, որդիս։ Քո առաջին և ամենակարևոր պայքարը ոչ թե Տիգրանի, այլ քո սեփական քարացած սրտի դեմ պետք է լինի։ Գնա և նախ հաղթիր այդ ճակատամարտում, և միայն դրանից հետո Աստված կլսի քեզ ու ցույց կտա ճիշտ ճանապարհը։ Գևորգը դուրս եկավ եկեղեցուց, գլխիկոր, կարծես ուսերին մի ծանր բեռ լիներ։ Տեր Հովհաննեսի խոսքերը ոչ թե մխիթարել, այլ ավելի էին խորացրել նրան ներքին խռովքը։ Նա սկսում էր գիտակցել, որ իր արհեստանոցի շուրջ Տիգրանի կառուցած պատերից շատ ավելի բարձր ու ամուր պատեր նա ինքն է կառուցել իր սրտի շուրջ, պատեր, որոնք ներս չէին թողնում ոչ կարեկցանք, ոչ սեր, ոչ էլ Աստծո ձայնը։ Տուն վերադառնալով նա գտավ իր կրտսեր եղբորը՝ Լևոնին, որը եկել էր Երևան լսելով կատարվածի մասին։ Լևոնը 45 տարեկան, գործնական, տաքարյուն և իրատես մի մարդ էր, ով հավատում էր միայն ուժին և փողին։ Սեղանին դրված ընթրիքը սառել էր, իսկ օդում լարվածություն կար։ «Ես ամեն ինչ լսել եմ, Գևորգ», սկսեց Լևոնը, չսպասելով ավագ եղբոր խոսքին։ «Պետք չէ նստել ու սպասել։ Այս Տիգրանի նմանների լեզուն միայն ուժն է։ Ես կապեր ունեմ, մի քանի զանգ, և մենք նրա մասին այնպիսի կեղտ կգտնենք, որ նա ինքը կխնդրի մեզանից հեռու մնալ։ Կարող ենք մի քիչ վախեցնել, նա արագ կհասկանա, որ սխալ մարդու հետ է գործ բռնել»։ Գևորգը հոգնած նայեց եղբորը։ «Ոչ, Լևոն, մենք այդ ճանապարհով չենք գնա, մենք չենք իջնի նրա մակարդակին։ Նա վերցրեց սեղանի վրայից ավետարանը, որը Լուսինեն էր թողել։ Այսօր ես Տեր հոր հետ խոսեցի։ Նա ինձ մի բան հիշեցրեց, մի բան, որ մենք մոռացել ենք։ Նա բացեց գիրքը, փորձելով գտնել առակի տեղը։ Բայց նրա խոսքերը միայն ավելի բորբոքեցին Լևոնին։ Ավետանան։ Գևորգ, դու լուրջ ես։ Դու պատրաստվում ես աղոթքներով պայքարել բուլդոզերի դեմ։ Այդ մարդը մեր հոր տունն է քանդում, իսկ դու ինձ քարոզ ես կարդում։ Քո տեղը եկեղեցին չէ, այլ փաստաբանի գրասենյակը։ Գևորգի կինը Անահիտը, որ մինչ այդ լուռ լսում էր, միջամտեց. Լևոն, ճիշտ չես խոսում, Գևորգը ճիշտ է ասում, մենք չենք կարող չարությանը չարությամբ պատասխանել, դա մեզ կկործանի։ Վեճը թեժացավ, ընտանիքը բաժանելով երկու ճամբարի։ Մի կողմում ռեալիստներն էին Լևոնի գլխավորությամբ, ովքեր պահանջում էին անհապաղ կոշտ գործողություններ։ Մյուս կողմում Գևորգն ու Անահիտը, ովքեր փորձում էին հասկանալ Քրիստոսի խորհրդի խորքային իմաստը։ Քրիստոսի խոսքը, որը պետք է խաղաղություն բերեր, դարձել էր ոչ թե խնդրի լուծում, այլ դրա կատալիզատոր, բացահայտելով ընտանիքի անդամների միջև գոյություն ունեցող խորը հոգևոր տարաձայնությունները։ Երկխոսությունը լի էր ցավով, վախով և թյուրիմացությամբ, և Գևորգը հասկացավ, որ իր պայքարը շատ ավելի բարդ է, քան նա պատկերացնում էր։
Նա պետք է պայքարեր ոչ միայն արտաքին թշնամու, այլև իր ամենամտերիմ մարդկանց անհավատության և սեփական կասկածների դեմ։ Ընտանեկան բուռն վեճից հետո Գևորգի հոգում տիրում էր խառնաշփոթ։ Լևոնի գործնական, բայց անխիղճ առաջարկները, Անահիտի վախերը և Տեր Հովհաննեսի խորհրդավոր խոսքերը պտտվում էին նրա մտքում, ստեղծելով մի անտանելի աղմուկ։ Հաջորդ օրը Տիգրանի կողմից ուղարկված տեսուչները ժամանեցին արհեստանոց։ Նրանք ամեն ինչ մանրակրկիտ զննում էին, չափում, լուսանկարում, կարծես հանցագործության վայրում լինեին։ Գևորգի բանվորները, Հակոբը, Արմենը և մյուսները լուռ ու լարված հետևում էին, նրանց հայացքներում կարդացվում էր անորոշություն և վախ։ Գևորգը փորձում էր իրեն հանգիստ պահել, բայց նրա սիրտը բռունցքի պես սխմվել էր։ Այս ամենը բացահայտ ճնշում էր, նվաստացման մի ձև, որը նպատակ ուներ կոտրելու իր կամքը։ Երբ տեսուչները հեռացան, խոստանալով շուտով ներկայացնել իրենց եզրակացությունը, Գևորգը մնաց մենակ իր քարերի հետ, որոնք կարծես լուռ կարեկցում էին իրեն։ Նա հասկանում էր, որ մարդկային միջոցները, փաստաբանները, բողոքները բավարար չեն լինելու։ Պետք էր անել մի բան, որը Տիգրանը չէր սպասում, մի քայլ, որը դուրս էր նրա հասկացողության սահմաններից։ Մի քանի օր նա փակվեց իր արհեստանոցում։ Նա չէր պատասխանում հեռախոսազանգերին, չէր խոսում ոչ ոքի հետ։ Նա վերցրեց տուֆի մի փոքրիկ, գեղեցիկ կտոր և սկսեց աշխատել։ Ուրագի յուրաքանչյուր հարվածի հետ նա կարծես դուրս էր հանում իր ներսում կուտակված զայրույթը, վիշտը, անզորությունը։ Նա կերտում էր ոչ թե պատվեր, այլ աղոթք։ Մի քանի օր անց նրա ձեռքերում ծնվեց մի փոքրիկ, նրբագեղ խաչքար, որի զարդանախշերի մեջ կարծես թաքնված էր դարերի իմաստություն և հավատք։ Նա զգուշորեն փաթաթեց այն մաքուր կտորի մեջ և որոշում կայացրեց։ Նա կգնար Տիգրանի մոտ, ոչ թե սպառնալու կամ պահանջելու, այլ տալու։ Այս միտքը նույնիսկ իրեն էր անհեթեթ թվում։ Ինչպես կարող էր իր թշնամուն նվեր տանել։ Բայց Տեր Հովհաննեսի խոսքերը՝ «Սիրեցեք ձեր թշնամիներին», անընդհատ հնչում էին նրա ականջներում։ Գուցե սա էր առաջին քայլը։ Գուցե սա էր այն անսպասելի զենքը, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Տիգրանի գրասենյակը գտնվում էր քաղաքի կենտրոնում, փայլուն, ապակեպատ մի երկնաքերի վերջին հարկում։ Ամեն ինչ այստեղ խոսում էր հարստության և իշխանության մասին, թանկարժեք կահույք, ժամանակակից արվեստի գործեր պատերին, հսկայական պատուհան, որից ամբողջ Երևանը երևում էր ինչպես ափի մեջ։ Տիգրանը նստած էր իր հսկայական սեղանի մոտ, հեռախոսով ինչ-որ մեկին կոշտ հրահանգներ տալով։ Նա զարմացած հայացքով նայեց Գևորգին, երբ քարտուղարուհին հայտարարեց նրա անունը։ «Ինչ ես ուզում այստեղ», հարցրեց նա, անգամ չառաջարկելով նստել։ Գևորգը մի պահ վարանեց։ Նրա ներսում ամեն ինչ ընդվզում էր այս քայլի դեմ։ Նրա հպարտությունը գոռում էր, որ սա նվաստացում է։ Բայց նա հիշեց կոտրված խաչքարը, Տեր Հոր խոսքերը և առաջ մեկնեց փաթեթը։ «Ես սա բերել եմ քեզ համար»։ Նա զգուշորեն բացեց կտորը։ Փոքրիկ խաչքարը կարծես լույս էր արձակում շքեղ գրասենյակի սառը միջավայրում։ «Թող Աստված օրհնի քո աշխատանքը և քո ընտանիքը»։ Տիգրանը մի քանի վայրկյան լուռ նայում էր խաչքարին։ Նրա դեմքին անհասկանալի արտահայտություն էր։ Հետո նա վերցրեց այն, զննեց բոլոր կողմերից, կարծես գնահատելով աշխատանքի որակը։ Գևորգի սրտում հույսի մի փոքրիկ կայծ թարթեց։ Գուցե սա կաշխատի։ Բայց հետո Տիգրանը արեց մի բան, որը սառեցրեց Գևորգի երակների արյունը։ Նա անփութորեն, կարծես դատարկ թղթի կտոր լիներ, խաչքարը նետեց սեղանի տակ դրված աղբամանի մեջ։ Քարի, մետաղին դիպչելու չոր, տհաճ ձայնը հնչեց Գևորգի ականջներում որպես դատավճիռ։ «Ինձ քո քարերը պետք չեն», սառը ասաց Տիգրանը։ «Ինձ քո հողն է պետք։ Իսկ հիմա դուրս գնա իմ գրասենյակից, ես զբաղված եմ»։ Գևորգը դուրս եկավ երկնաքերից և կանգնեց մարդաշատ փողոցի մեջտեղում։ Նա ջախջախված էր։ Նրա առաջին, միամիտ փորձը կիրառելու Քրիստոսի խորհուրդը ավարտվել էր լիակատար ձախողմամբ և ստորացուցիչ պարտությամբ։ Նա իրեն զգում էր հիմար, թույլ, նվաստացած։ Նրա մարդկային բանականությունը ճչում էր, որ Տեր Հայրը սխալ էր, որ ավետարանի խոսքերը գեղեցիկ հեքիաթներ են, որոնք իրական կյանքի հետ կապ չունեն։ Այս աշխարհում գործում էր միայն ուժի օրենքը, և նա, փորձելով լինել ոչխար, ընկել էր գայլի երախը։ Նա գնաց դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի ոչ թե աղոթելու, այլ պատասխաններ պահանջելու։ Նա գտավ Տեր Հովհաննեսին եկեղեցու բակում, որտեղ նա զրուցում էր մի քանի ծխականների հետ։ Տեսնելով Գևորգի դեմքի արտահայտությունը, Տեր Հայրը անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Նա ներագություն խնդրեց զրուցակիցներից և Գևորգին տարավ դեպի եկեղեցու խորքը, որտեղ նրանք մենակ էին։
Դուք սխալ էիք, Տեր հայր, կոշտ սկսեց Գևորգը, ձայնը դողում էր զայրույթից և վիրավորանքից։ Ես արեցի այն, ինչ դուք ակնարկեցիք, ես իմ թշնամուն ներողությունից ու սիրուց մի կտոր տվեցի։ Իսկ գիտես նա ինչ արեց, նա այն նետեց աղբամանը, իմ հավատքը, իմ աղոթքը, իմ հույսը, նա այդ ամենը ոտնատակ տվեց։ Ձեր Քրիստոսի խորհուրդը չի աշխատում։ Տեր Հովհաննեսը լուռ լսում էր։ Երբ Գևորգը վերջացրեց, նա ծանր հոգոց հանեց. «Որդիս, դու կարծում ես, թե Տիրոջ պատվիրանը կախարդական փայտիկ է, որը պետք է թափահարես, և բոլոր խնդիրներդ կլուծվեն նա։ Դու նվեր տվեցիր ոչ թե սիրուց, այլ ակնկալիքով։ Դու ակնկալում էիր, որ քո բարի արարքի դիմաց Տիգրանը կփոխվի, կզղջա և հետ կկանգնի իր մտադրությունից։ Դու առևտուր էիր անում Աստծո հետ։ Իսկական սերը անպայմանական է։ Սիրեցեք ձեր թշնամիներին նշանակում է սիրել նրանց, անկախ նրանից, թե նրանք ինչպես են քեզ վերաբերվում։ Սիրել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք քո սերը նետում են աղբամանը։ Դու դեռ ճանապարհի սկզբում ես, Գևորգ։ Քո առաջին փորձը ձախողվեց, որովհետև քո հավատքը դեռ մակերեսային է։ Դու պետք է ավելի խորը փորես, հասնելու համար այն աղբյուրին, որտեղից բխում է իսկական, անպայմանական սերը։ Այս ձախողումը ոչ թե վերջն է, այլ սկիզբը քո իսկական հոգևոր ճանապարհորդությունը։ Տեր Հովհաննեսի խոսքերը Գևորգի համար դառը դեղի պես էին, տհաճ, բայց անհրաժեշտ։ Նա սկսում էր հասկանալ, որ Քրիստոսին հետևելը ոչ թե միանգամյա սխրանք է, այլ ամենօրյա համբերատար աշխատանք սեփական հոգու վրա։ Սակայն նա դեռ չէր էլ պատկերացնում, թե որքան դժվար է լինելու այդ ճանապարհը։ Տիգրանը, տեսնելով, որ ուղակի ճնշումն ու սպառնալիքները Գևորգին չեն կոտրում, որոշեց հարվածել ամենացավոտ տեղին, նրա բարի անվանն ու պատվին։ Մի քանի օր անց տեղական, ոչ այնքան հայտնի, բայց շատ ընթերցվող մի թերթում հայտնվեց մի մեծ հոդված՝ «Խաչքարագործի խարդախությունները» վերնագրով։ Հոդվածում անանուն աղբյուրների վրա հղում անելով Գևորգը և նրա հանգուցյալ հայրը ներկայացվում էին որպես խաբեբաներ, որոնք տարիներ շարունակ թանկարժեք քարերի փոխարեն օգտագործել են էժանագին նյութեր, խաբել են իրենց հաճախորդներին և նույնիսկ եկեղեցիներին։ Հոդվածը լի էր կեղծ մանրամասներով, շինծ ու պատմություններով և ակնարկներով, որոնք ստվեր էին գցում Սարգսյանների անբիծ համբավի վրա։ Դա ցեխ շպրտելու դասական օրինակ էր, որից, ինչպես հայտնի է, եթե նույնիսկ հետք չմնա, տհաճ հոտը մնում է։ Այդ հոդվածի հայտնվելուց հետո Գևորգի աշխարհը սկսեց փլուզվել։ Ճնշումը դարձավ ոչ թե վերացական, այլ ֆիզիկապես շոշափելի։ Առաջին հարվածը ստացավ նրա տարեց մայրը, տիկին Վարդուհին։ Երբ նա ինչպես ամեն շաբաթ գնաց թաղամասի շուկա, զգաց, որ ինչ-որ բան փոխվել է։ Մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ նրան ժպիտով էին դիմավորում, այժմ խուսափում էին նրա հայացքից, շշնջում էին նրա թիկունքում։ Մսավաճառ Ռուբենը, ում հետ նրանք հարևանություն էին անում գրեթե 40 տարի, ձևացրեց, թե չի նկատում նրան, սպասարկելով մյուս հաճախորդներին։ Իսկ կանաչեղեն վաճառող Անուշը, ում աղջկա հարսանիքի խաչը Գևորգն էր նվիրել, կոպտորեն ասաց, որ իր մոտ լավ լոլիկ չի մնացել, մինչդեռ նրա դիմաց դրված էին ամենաընտիր պտուղները։ Տիկին Վարդուհին վերադարձավ տուն դատարկ զամբյուղով և կոտրված սրտով։ Նրա համար ամենասարսափելին ոչ թե մթերք գնել չկարողանալն էր, այլ այն հանրային ամոթը, այն անտեսանելի պատը, որը հանկարծ բարձրացել էր իր և հարևանների միջև։ Այդ երեկով Սարգսյանների տանը տիրում էր ծանր, ճնշող լռություն։ Ընտանեկան ոգին, որը միշտ եղել էր նրանց ամրոցը, սկսել էր քայքայվել ներսից։ Ճնշումը շարունակվում էր։ Գևորգի եղբայրը Լևոնը զանգահարեց և գրեթե գոռում էր հեռախոսի մեջ. «Տեսա՞ր, թե քո սիրիր թշնամուտ քաղաքականությունը մեզ ուր հասցրեց։ Մեր անունը ցեղի հետ են խառնել։ Դու դեռ շարունակելու ես աղոթել նրա համար։ Պետք է գործել, պետք է պատասխան հոդված տպել, դատի տալ, վարձել լրագրողների, որոնք Տիգրանի ամբողջ կեղտոտ անցյալը փորեն բերեն։ Իսկ դու նստել ես ու ավետարան ես կարդում»։ Գևորգը չգիտեր ինչ պատասխանել։ Նրա հավատքը տատանվում էր։ Նա հավատում էր Քրիստոսի խոսքերին, բայց դրանք բառացիորեն կիրառելու հետևանքները սարսափելի էին։ Ինչ օգուտ հոգու փրկությունից, եթե դու կորցնում ես քո ընտանիքի պատիվը, քո մտերիմների հարգանքը։ Ինչ կասեն մարդիկ հարցը, որը թվում էր, թե նա հաղթահարել է, նորից սկսել էր տանջել նրան։ Նույնիսկ նրա հավատարիմ բանվորները սկսեցին կասկածել։ Վարպետ Գևորգ, մի օր նրան մոտեցավ Հակոբը, պատվերները կտրուկ պակասել են, մարդիկ զանգում են, չեղյալ են հայտանարում, ասում են չենք ուզում խաբեբաների հետ գործ ունենալ։ Մենք ձեզ հավատում ենք, բայց այսպես շարունակվել չի կարող, մեր երեխաները հաց են ուզում։
Ամենածանր հարվածը սակայն սպասվում էր այնտեղից, որտեղից Գևորգը ամենաքիչն էր սպասում։ Մի կիրակի պատարագից հետո Տեր Հովանեսը նրան մի կողմ կանչեց։ Քահանայի դեմքը մտահոգ էր։ Գևորգ, որդիս, ես գիտեմ, որ դժվար ժամանակներ ես ապրում, բայց եկեղեցական խորհրդի անդամները, նրանք անհանգստացած են։ Այս լուրերը դրանք ստվեր են գցում ոչ միայն քո, այլև մեր եկեղեցու վրա։ Քանի որ դու մեր ծխականն ես։ Գուցե պետք է փողզիչման գնալ։ Գուցե պետք է հանդիպել այդ մարդու հետ, գտնել մի լուծում, որը կբավարարի երկու կողմերին էլ։ Չի կարելի այսքան համառ լինել։ Երբեմն խոնարհությունը նաև նահանջելու կարողությունն է։ Գևորգը ապշած լսում էր։ Նույնիսկ իր հոգևոր հայրը, իր ուսուցիչը առաջարկում էր նրան փողզիչման գնալ։ Նույնիսկ եկեղեցին, որը պետք է լիներ ճշմարտության ամրոցը, տեղի էր տալիս հասարակական կարծիքի ճնշմանը։ Գևորգը զգաց, որ մենակ է մնացել։ Բոլորը, ընտանիքը, ընկերները, հարևանները, նույնիսկ եկեղեցին պահանջում էին նրանից լինել բանական, գործնական, ճկուն։ Իսկ Քրիստոսի խորհուրդը՝ սիրեցեք ձեր թշնամիներին, ավելի ու ավելի էր թվում արմատական, անհնարին և նույնիսկ վնասակար։ Նա հայտնվել էր հոգևոր փակուղում։ Նա հավատում էր Տիրոջ խոսքին, բայց կասկածում էր դրա մեկնաբանության ճշգրտությանը։ Գուցե նա սխալ էր հասկացել ամեն ինչ։ Գուցե այդ խոսքերը այլաբանական իմաստ ունեին և նախատեսված չէին բառացի կիրառման համար։ Այս կասկածները սկսեցին քայքայել նրա հավատքի հիմքերը, նրան նախապատրաստելով կամ լիակատար հուսահատության, կամ մի նոր, ավելի խորը հոգևոր հայտնության։ Գևորգը հասել էր իր տոկունության սահմանագծին։ Շրջապատված լինելով անվստահությամբ, զրպարտությամբ և նույնիսկ ամենամտերիմ մարդկանց կողմից չհասկացված լինելով, նա զգում էր, որ իր ներսում ինչ-որ բան կոտրվել է։ Մի առավոտ, առանց որևէ մեկին զգուշացնելու, նա նստեց իր հին մեքենան և ուղևորվեց դեպի լեռները, դեպի խոր վիրապի հնամենի վանքը։ Նա չգիտեր, թե ինչ էր փնտրում այնտեղ։ Գուցե մենություն, գուցե պատասխաններ, գուցե պարզապես փախուստ մի աշխարհից, որտեղ իր հավատքը դարձել էր իր ամենամեծ բեռը։ Նա չէր աղոթում, բառեր չուներ։ Նրա հոգին դատարկ էր և լուր, ինչպես այն քարերը, որոնցով կառուցված էր վանքը։ Նա պարզապես նստել էր վանքի բակում մի հին քարի վրա և նայում էր Արարատի հավերժական ձյունին, թույլ տալով, որ իր մտքերը լռեն, իսկ հոգին հանգստանա։ Նա այնտեղ անցկացրեց մի քանի օր, հոգեկան խանգարման եզրին, լիակատար հուսահատության մեջ, պարզապես նստած դատարկության մեջ։ Մի անգամ, երբ նա նստած էր իր սովորական տեղում, նրա ուշադրությունը գրավեց մի տեսարան։ Մի խումբ երեխաներ խաղում էին վանքի բակում։ Նրանցից մեկը, մի չարաճճի տղա, վերցրեց մի սուր եզրերով քար և նետեց բակում պառկած թափառական շան ուղղությամբ։ Քարը դիպավ շան թաթին, և կենդանին ցավից կենկենգաց։ Այդ պահին վանքից դուրս եկավ մի ծեր, կորացած վանական, երկար, սպիտակ մորուքով և խաղաղ աչքերով։ Նա տեսավ տղայի արարքը։ Գևորգը սպասում էր, որ վանականը կբարկանա, կնախատի տղային, գուցե նույնիսկ կվերցնի քարը և կնետի նրա ուղղությամբ, ցույց տալու համար, թե դա ինչքան ցավոտ է։ Բայց վանականը արեց մի բան, որը ցնցեց Գևորգին։ Նա հանգիստ մոտեցավ, վերցրեց այն նույն քարը, որով տղան հարվածել է շանը, և այն հետ նետելու կամ մի կողմ շպրտելու փոխարեն զգուշորեն տարավ և դրեց վանքի կիսավեր պարսպի հիմքում, այնտեղ, որտեղ մի քար պակասում էր։ Նա այդ քարով ոչ թե պատասխանեց չարությանը, այլ լրացրեց մի բաց, ամրացրեց մի պատ։ Այդ բահին Գևորգի մտքում կարծես կայծակ փայլատակեց։ Նա հանկարծ հասկացավ ամեն ինչ։ Սիրեցեք ձեր թշնամիներին։ Այս խոսքերը չէին նշանակում պասիվ լինել, հանդուրժել չարությունը, թույլ տալ, որ քեզ ոտնատակ տան։ Դա չէր նշանակում նվեր տանել քո թշնամուն, ակնտալելով, որ նա կփոխվի։ Դա չէր նշանակում նահանջել կամ փողզիչման գնալ։ Ոչ, դա նշանակում էր մի բան շատ ավելի խորը, շատ ավելի հզոր։ Դա նշանակում էր վերցնել այն քարը, որը քո թշնամին նետում է քո վրա, և այդ քարով ոչ թե պատասխան հարված հասցնել, այլ կառուցել, վերցնել նրա ատելության, զրպարտության, ագրեսիայի էներգիան և այն վերափոխել արարման, կառուցման, շինարարության էներգիայի, չզիջել, այլ հարվածը վերահասցեագրել։ Տիգրանը իր վրա նետում էր ցեղ, սուտ ճնշում, իսկ ինքը Գևորգը փորձում էր կամ նույն կերպ պատասխանել, ինչպես առաջարկում էր Լևոնը, կամ պարզապես կուլ տալ վիրավորանքը, ինչպես ինքը փորձեց անել։ Երկուսն էլ սխամ էին։ Ճիշտ ճանապարհը երրորդն էր՝ վերցնել այդ ցեխը և դրանով աղյուս սարքել սեփական տան պատերի համար։
Այս հասկացողությունը այնքան պարզ էր և միևնույն ժամանակ այնքան հանճարեղ, որ Գևորգը ցնցված էր։ Քրիստոսի իմաստության մասին ամեն ինչ հանկարծ պարզ դարձավ։ Նրա բոլոր նախորդ փորձերը՝ խաչքար նվիրելը, լռելը, տանջվելը, այժմ իրեն թվում էին մանկամիտ և մակերեսային։ Նա հասկանում էր Տիրոջ խոսքերը բառացի, բայց չէր ըմբռնել դրանց հոգին։ Նշանները միշտ եղել էին ավետարանի մեջ, բայց նա կույր էր դրանք տեսնելու համար։ Այժմ, երբ նրա հոգևոր աչքերը բացվել էին, նա տեսնում էր ճանապարհը։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա այլևս չէր պայքարելու Տիգրանի դեմ։ Նա պարզապես կշարունակեր կառուցել, բայց այժմ ավելի մեծ ուժով, ավելի մեծ իմաստությամբ, օգտագործելով հենց այն քարերը, որոնք իր թշնամին նետում էր իր վրա։ Նա վերադարձավ Երևան ոչ թե պարտված ու ջախջախված, այլ որպես հոգևոր լուսավորություն ստացած մարդ, ով գտել էր ոչ թե պարզապես իր խնդրի լուծումը, այլ կյանքի բոլոր փորձությունները հաղթահարելու բանալին։ Նա հայտնաբերել էր Քրիստոսի խոսքերում թաքնված իսկական գանձը, և այդ գիտակցումը նրան դարձրեց անպարտելի։ Գևորգի վերադարձը խոր վիրապից նման էր փոթորկից հետո եկած լռության։ Նրա դեմքին այլևս չկար այն տանջահար կասկածներով լի արտավայտությունը։ Դրա փոխարեն հայտնվել էր մի խորը, անսասան հանգստություն, որը զարմացնում և նույնիսկ մի փոքր անհանգստացնում էր նրա հարազատներին։ Նա չէր շտապում որևէ բառ բացատրել։ Մի քանի օր նա պարզապես լուր էր, դիտում էր, լսում և կարծես իր մեջ ամրապնդում էր այն նոր ճշմարտությունը, որը բացահայտել էր։ Այդ ընթացքում Տիգրանի կողմից սանձազերծված զրպարտչական արշավը շարունակվում էր։ Պատվերները գրեթե չկային, բանվորները հուսահատության եզրին էին, իսկ եղբայրը Լևոնը անընդհատ զանգում էր, պահանջելով վճռական գործողություններ։ Վերջապես, մի կիրակի երեկոյան Գևորգը հավաքեց իր ընտանիքին՝ կնոջը, Անահիտին, եղբորը Լևոնին և քրոջը Լուսինեին, իրենց հայրական տան հյուրասենյակում, որտեղ պատից նայում էր նրանց հոր, վարպետ Սարգիսի խիստ, բայց բարի դիմանկարը։ Օդում լարվածություն կար, բոլորը սպասում էին, որ Գևորգը վերջապես կհայտարարի իր պարտության մասին կամ կհամաձայնի Լևոնի ծրագրին։ Գևորգը հանգիստ նայեց բոլորին, և նրա ձայնը հնչեց հստակ ու վստահ։ Ես որոշում եմ կայացրել, մենք չենք վաճառելու արհեստանոցը, մենք չենք դատվելու Տիգրանի հետ, և մենք չենք պատասխանելու նրա ցեխին ցեխով, մենք կառուցելու ենք։ Լևոնը անհամբեր թափահարեց ձեռքը։ Կառուցելու ենք։ Ինչ ենք կառուցելու, Գևորգ։ Մեզ շուտով էստեղից դուրս կշպրտեն, իսկ դու կառուցելուց ես խոսում, քո գլխի հետ ամեն ինչ կարգին է։ Գևորգը շարունակեց, չդարձնելով ուշադրություն եղբոր խոսքերին։ Տիգրանը ցանկանում է վերցնել մեր հողը, որպեսզի դրա վրա կառուցի շքեղ, էլիտար շենք, հարուստների համար, շատ լավ, իսկ մենք, հենց նրա քթի տակ, մեր հողի վրա, կսկսենք վերականգնել այն հին կիսավեր մատուռը, որը գտնվում է արհեստանոցի հետևի մասում։ Այն մեր պապի պապն է կառուցել։ Մենք կվերականգնենք այն մեր սեփական միջոցներով և կբացենք բոլորի համար։ Մենք Տիգրանի շահույթի ծրագիրը կվերածենք համընդհանուր աղոթքի վայրի։ Մենք նրա ատելության քարերով կկառուցենք Աստծո տունը։ Սենյակում մի պահ մերյալ լռություն տիրեց։ Առաջինը խախտեց այն Լևոնը, ով պարզապես պայթեց։ Դու խելագարվել ես, սա ինքնասպանություն է, սա նրան ավելի կբարգացնի, նա մեզ կոչնչացնի, նա մեզ կոչնչացնի, դու մտածովում ես մեր ընտանիքի, մեր երեխաների մասին։ Լուսինեն ընդհակառակը հիացմունքով նայում էր եղբորը, նրա աչքերը փայլում էին արցունքներից։ Գևորգ, սա հանճարեղ է, շշնջաց նա, սա իսկական քրիստոնեական պատասխան է։ Բայց բոլորի հայացքները ուղղված էին Անահիտին, նա, ով ամենաշատն էր տառապել հանրային ամոթից, ով ամենաշատն էր վախեցել ապագայից։ Նա երկար նայեց ամուսնու աչքերի մեջ, որոնցում այլևս վախ չկար, այլ միայն հավատքի անսասան կրակ, և հետո երկար ժամանակվա մեջ առաջին անգամ նա ժպտաց։ Ես քեզ հետ եմ, Գևորգ, հանգիստ, բայց ամուր ասաց նա։ Ինչ էլ որ լինի, ես քեզ հետ եմ։ Այդ պահին ընտանիքում տեղի ունեցավ վերջնական բաժանում։ Լևոնը, իրեն դավաճանված զգալով, վեր կացավ և զայրացած հեռացավ, հայտարարելով, որ այլևս չի ուզում մասնակցել այս խելագարությանը։ Իսկ Գևորգը, Անահիտը և Լուսինեն կազմեցին մի նոր փոքրիկ, բայց ամուր դաշինք, որը հիմնված էր ոչ թե արյան կապի, այլ ընդհանուր հավատքի և Քրիստոսի խոսքի նորովի ընկալման վրա։ Հաջորդ օրը Գևորգը իր որոշման մասին հայտնեց իր բանվորներին։ Նրանց արձագանքը խառն էր։ Երիտասարդ Արմենը, ով միշտ թերահավատորեն էր տրամադրված, գլուխը թափահարեց և ասաց, որ ինքը չի կարող անվճար աշխատել և գնում է ուրիշ գործ փնտրելու։ Մի քանի այլ բանվորներ նույնպես վարանեցին։
Բայց ամենատարեցը, վարպետ Հակոբը, ուշադիր լսեց Գևորգին, հետո մոտեցավ, ձեռքը դրեց նրա ուսին եւ ասաց. «Քո հայրը հպարտ կլիներ քեզանով տղաս, ես մնում եմ, այս քարերը իմ կյանքն են, իսկ Աստծո տուն կառուցելը ամենամեծ պատիվն է»։ Մի քանի այլ բանվորներ, ոգևորվելով Հակոբի օրինակով, նույնպես համաձայնեցին մնալ։ Լուրը արագ տարածվեց։ Երբ Գևորգը գնաց Տեր Հովհաննեսի մոտ պատմելու իր ծրագրի մասին, քահանան երկար լռեց, հետո նրա աչքերում հայտնվեցին ուրախության արցունքներ։ «Ես սխալվում էի, Գևորգ», խոստովանեց նա։ «Ես քեզ խորհուրդ էի տալիս փողզիջման գնալ, որովհետև իմ հավատքը թույլ էր։ Իսկ դու գտար ճիշտ ճանապարհը։ Դու հասկացար այն, ինչ մենք, քահանաներս, տարիներով քարոզում ենք, բայց հաճախ ինքներս չենք կարողանում կիրառել։ Աստված քեզ հետ որդիս, եկեղեցին կօգնի քեզ, ինչով որ կարող է»։ Այսպիսով, համայնքի ներսում ի հայտ եկան նոր դաշնակիցներ և նոր հակառակորդներ։ Ոմանք Գևորգին համարում էին հերոս, ոմանք խելագար, բայց Գևորգին դա այլևս չէր հետաքրքրում։ Նա գտել էր իր ճանապարհը, և այժմ նա պատրաստ էր քայլել դրանով, անկախ նրանից, թե ով իրեն կհետևի և ով կդատապարտի։ Նա սկսում էր կիրառել Քրիստոսի իմաստությունը գործով, և դա փոխում էր ոչ միայն իրեն, այլև իր շրջապատի աշխարհը։ Հաջորդ լուսաբացին Գևորգի արհեստանոցի տարածքը վերածվեց մի տարօրինակ շինհրապարակի։ Այնտեղ այլևս խաչքարեր չէին կերտվում։ Գևորգը, վարպետ Հակոբը և նրանց միացած մի քանի հավատարիմ բանվորներ սկսեցին մաքրել կիսավեր մատուռի տարածքը։ Նրանք քար առ քար հանում էին մոլախոտերի տակից, մաքրում էին դարերի փոշուց և զգուշորեն դասավորում մի կողմ։ Աշխատանքը ծանր էր, բայց նրանց դեմքերին հոգնածության փոխարեն վճռականություն կար։ Լուսինեն և Անահիտը նրանց համար ջուր ու հաց էին բերում, իսկ Տեր Հովհաննեսը եկել էր, օրհնել էր աշխատանքի սկզբը և խոստացել էր եկեղեցու կողմից հնարավորինս աջակցել։ Սկզբում ամեն ինչ հանգիստ էր։ Տիգրանը կարծես ուշադրություն չէր դարձնում այդ տարօրինակ գործունեությանը, երևի կարծելով, որ դա Գևորգի հուսահատ քայլերից մեկն է։ Բայց երբ դրվեցին մատուռի պատի առաջին քարերը, պատերազմը թևակոխեց նոր, ավելի կատաղի փուլ։ Մի առավոտ, երբ նրանք սկսում էին աշխատանքը, արհեստանոցի դիմաց կանգ առան մի քանի սև, թանկարժեք ամենագնացներ։ Դրանցից դուրս եկան Տիգրանի մարդիկ, կոպիտ, մկանուտ տղաներ, որոնց դեմքերին ոչ մի բարի արտահայտություն չկար։ Նրանք ֆիզիկական ուժ չկիրառեցին։ Նրանց զենքը հոգեբանական ճնշումն էր։ Նրանք իրենց մեքենաներից ամբողջ հզորությամբ միացրին ռաբիս երաժշտություն, որի տհաճ ռիթմերը խախտում էին աշխատանքի խաղաղ մթնոլորտը։ Նրանք սկսեցին մոտակայքում միտումնավոր աղբ թափել, տարածքը վերածելով աղբանոցի։ Նրանք բարձրաձայն վիրավորանքներ էին հնչեցնում, ծաղրելով Գևորգի աստվածավախությունը և նրա խելագար ծրագիրը։ Գևորգի բանվորները լարվեցին։ Նրանցից մեկը, երիտասարդ Վարդանը, չդիմացավ և բռունցքներն զեղմած շարժվեց դեպի նրանց։ «Վարպետ, թույլ տվեք, ես հիմա սրանց լեզուն կհասկացնեմ»։ Գևորգը հանգիստ կանգնեցրեց նրան։ Նա նայեց Տիգրանի մարդկանց աչքերի մեջ, որոնք լի էին ատելությամբ, և նրա հայացքում ոչ թե վախ կար, այլ կարեկցանք։ Նա ոչինչ չասաց, պարզապես վերցրեց հերթական քարը և զգուշորեն դրեց պատի մեջ։ Նրա յուրաքանչյուր շարժումը հանգիստ էր, վստահ և լի ներքին ուժով։ Նա պատասխանում էր նրանց ագրեսիային ոչ թե ագրեսիայով, այլ արարմամբ, նրանց բղավոցներին քարի լռությամբ, նրանց քանդելու ցանկությանը կառուցելու համառությամբ։ Այս տարօրինակ դիմակայությունը շարունակվեց մի քանի օր։ Տիգրանի մարդիկ գալիս էին, ստեղծում էին իրենց անտանելի մթնոլորտը, իսկ Գևորգն ու իր փոքրիկ թիմը լուրջ շարունակում էին իրենց գործը։ Եվ հետո սկսվեց անսպասելին։ Մարդիկ, ովքեր անցնում էին փողոցով, սկզբում հետաքրքրությամբ, հետո հիացմունքով հետևում էին այս տեսարանին։ Նրանք տեսնում էին ոչ թե երկու թշնամատան ուժերի բախում, այլ մի կողմից կույր անիմաստ ագրեսիա, մյուս կողմից արժանապատիվ լուռ արարում։ Մի օր մի տարեց կին, որն ապրում էր հարևանությամբ, մոտեցավ և Լուսինեին տվեց մի շիշ սառը թան։ «Աստված օրհնի ձեր գործը, աղջիկ ջան», ասաց նա, «մենք ամեն ինչ տեսնում ենք»։ Հաջորդ օրը եկավ մի երիտասարդ ճարտարապետ, ով լսել էր այս պատմությունը։ «Ես կարող եմ անվճար օգնել ձեզ մատուռի նախագծման հարցում», առաջարկեց նա։ Սա իմ ներդրումը կլինի այս սուրբ գործին։ Մարդիկ սկսեցին միանալ։ Ոմանք գումար էին բերում, ոմանք շինանյութ, ոմանք էլ պարզապես գալիս էին և մի քանի ժամ օգնում էին աշխատանքին։
Նույնիսկ Կարեն Պապը, ում Գևորգն ու Լուսինեն արդեն ժամանակավոր կացարան էին գտել, գալիս էր եւ իր թույլ ուժերի ներածին չափով օգնում էր, քարեր մաքրելով։ Հակամարտությունը դուրս էր եկել Գևորգի եւ Տիգրանի անձնական հարթությունից եւ դարձել էր հանրային։ Դա այլևս երկու մարդու պայքար չէր հողի համար, դա արժեքների պայքար էր, փողի եւ հավատքի, ցինիզմի եւ կարեկցանքի, քանդելու եւ կառուցելու։ Գևորգը, հասկանալով Քրիստոսի խորհրդի ուժը, սկսեց այն կիրառել իր կյանքի բոլոր ոլորտներում։ Նա գնաց իր մորը նեղացրած մսավաճառ Ռուբենի մոտ, ոչ թե նրան ամոթանք տալու, այլ պատվեր տալու։ Նա պատվիրեց մեծ քանակությամբ միս մատուռի շինարարներին կերակրելու համար։ Ռուբենը, ամոթահար, սկզբում հրաժարվեց գումար վերցնել, բայց Գևորգը պնդեց. «Դու քո աշխատանքն ես անում, ես իմը», պարզ ասաց նա, Աստված բոլորիս օգնական։ Այդ օրվանից Ռուբենը դարձավ մատուռի շինարարության ամենամեծ աջակիցներից մեկը։ Գևորգը զանգահարեց իրեն լքած բանվորին, Արմենին։ Նա չմեղադրեց նրան, այլ առաջարկեց վերադառնալ, ասելով, որ իր նման լավ վարպետի կարիքը միշտ կա։ Արմենը, ով այդ ընթացքում չէր կարողացել լավ գործ գտնել, հաջորդ օրը վերադարձավ։ Գևորգի անցումը խոսքից գործի, հասկացողությունից վճռական կիրառության փոխում էր իրականությունը։ Նա այլևս չէր արձագանքում չարությանը, նա նախաձեռնում էր բարությունը։ Նա իր թշնամու ատելության էներգիան վերածում է ստեղծագործ ուժի, եւ այդ ուժը սկսում էր ներգրավել եւ փոխակերպել բոլորին, ովքեր շփվում էին դրա հետ։ Քրիստոսի խորհրդի զորությունն ու իմաստությունը դրսևորվում էին ոչ թե հրաշքների, այլ ամենօրյա, համբերատար սիրո եւ արարման միջոցով։ Մատուռի պատերն արդեն հասնում էին մարդու հասակին։ Այնինչ սկսվել էր որպես մի խումբ մարդկանց հուսահատ փորձ, վերածվել էր համայնքային շարժման։ Գևորգի արհեստանոցի տարածքը դարձել էր ուխտատեղի, որտեղ մարդիկ գալիս էին ոչ միայն օգնելու, այլև պարզապես ներկա լինելու մի բանի, որը նրանք զգում էին որպես հրաշք։ Սակայն Տիգրանը չէր կարող հանդուրժել իր պարտությունը։ Նրա հեղինակությունը, որը կառուցված էր ուժի եւ վախի վրա, քայքայվում էր ամեն օր, Գևորգի դրած յուրաքանչյուր քալի հետ։ Մի օր, երբ շինարարությունն ընթանում էր իր բնականոն հունով, նրա սև ամենագնացը կայծակնային արագությամբ մխրճվեց ամբոխի մեջ եւ կանգ առավ մատուռի պատից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Բոլորը սարսափից քարացան։ Տիգրանը դուրս եկավ մեքենայից։ Նրա դերքը քարի պես սառն էր, բայց աչքերում կատաղություն էր եռում։ Նա զայրացած էր ոչ միայն վերահսկողությունը կորցնելու, այլև այն բանի համար, որ Գևորգը գտել էր մի զենք, որի դեմ ինքն անզոր էր։ Նա ուղիղ քայլեց դեպի Գևորգը, ով կանգնած էր պատի մոտ, ձեռքին հերթական քարը։ Բոլորը շունչները պահած հետևում էին։ Սա գագաթնակետն էր։ Տիգրանը կանգնեց Գևորգի դիմաց, նրանց միջև ընդամենը մի քանի քայլ էր։ Դու կարծում ես հաղթելի ես։ Ձայնը խզում էր զսպված ցասումից։ Դու կարծում ես այս քարերի կույտը կկանգնեցնի ինձ, ես քեզ հողին կհավասարեցնեմ, քեզ եւ քո այս աղոթատունը։ Գևորգը չնահանջեց, նա հանգիստ նայեց Տիգրանի աչքերի մեջ, եւ այդ հայացքում ոչ թե ատելություն կար, ոչ թե վախ, այլ մի խորը մարդկային ցավ։ Նա մի քանի օր էր ծախսել, ուսումնասիրելով Տիգրանի անցյալը, բայց ոչ թե կեղտ փնտրելու, այլ նրան հասկանալու համար։ Ես գիտեմ, որ քո ծնողները, Հակոբը եւ Սաթենիկը, թաղված են հին գերեզմանատանում, որտեղ ոչ ոք այլևս չի այցելում, ասաց Գևորգը մեղմ, բայց հստակ ձայնով։ Այս մատուռը մենք կառուցում ենք նաեւ նրանց հիշատակին, որպեսի նրանց հոգիները խաղաղություն գտնեն։ Նա առաջ մեկնեց այն փոթրիկ հարթ քարը, որը պահում էր ձեռքին։ Սա առաջին քարն է նրանց անունով, խնդրում եմ, դու ինքդ դիր այն պատի մեջ։ Այդ պահին տեղի ունեցավ անհավանականը։ Տիգրանի դեմքի քարե դիմակը ճակ տվեց։ Նրա աչքերում մի պահ երևաց ոչ թե գիշատիչի, այլ մոլորված, տառապող երեխայի հայացք։ Նա նայեց քարին, հետո Գևորգին, հետո իր շուրջը հավաքված մարդկանց, ովքեր լուռ ու սպասողական նայում էին իրեն։ Նրա ներսում տեղի էր ունենում մի սարսափելի պայքար, հպարտության եւ խղճի, ատելության եւ վաղուց մոռացված սիրո միջև։ Նա սուրբ չդարձավ այդ մի ակնթարթում, բայց նա կոտրվեց։ Նրա ամբողջ կեղծ ուժը, որը կառուցված էր փողի եւ վախի վրա, փշրվեց մի պարզ անկեղծ խոսքից եւ սիրով մեկնած քարից։ Նա ոչինչ չասաց, լուր շրջվեց, նստեց իր մեքենան եւ հեռացավ, եւ բոլորը հասկացան, որ նա այլևս չի վերադառնա։ Անցավ մի քանի ամիս։ Փոքրիկ, բայց գեղեցիկ մատուռը արդեն ավարտված էր։ Նրա օծման արարողությանը եկել էր գրեթե ամբողջ թաղամասը։ Գևորգի արհեստանոցը նորից աշխատում էր, եւ պատվերներն ավելի շատ էին, քան երբևէ։
Մարդիկ գալիս էին ոչ միայն որակյալ խաչքարի, այլև այն մարդու հետ շփվելու համար, ով կարողացել էր հավատքով հաղթել ուժին։ Բայց Գևորգի համար ամենամեծ հաղթանակը մեկ այլ տեսարան էր։ Մի օր, երբ նա աշխատում էր արհեստանոցում, դուռը բացվեց և ներս մտավ նրա եղբայրը Լևոնը։ Նա ոչինչ չասաց, պարզապես վերցրեց գործիքները և սկսեց օգնել եղբորը։ Այդ լռության մեջ կար ամեն ինչ՝ ներողություն, հարգանք, զղջում և վերագտնված եղբայրական սեր։ Գևորգի կյանքը և նրա շրջապատի կյանքը փոխվել էին, որովհետև նա հասկացել էր մի պարզ ճշմարտություն. Քրիստոսի խորհուրդը ոչ թե թուլություն էր, այլ ամենամեծ ուժը, որը կարող է ոչ միայն լեռներ տեղաշարժել, այլև հալեցնել ամենաքարե սրտերը։ Սիրելի եղբայրներ և քույրեր, այսօրվա մեր պատմությունը հասավ իր ավարտին։ Մենք տեսանք, թե ինչպես կարող է մի մարդ, զինվելով Տիրոջ խոսքով, փոխել ոչ միայն իր, այլև շատերի ճակատագիրը։ Գևորգը հասկացավ, որ թշնամու նետած քարերով կարելի է ոչ թե պատասխան հարված տալ, այլ տաճար կառուցել։ Սա է Քրիստոսի իմաստության գործնական կիրառությունը։ Իսկ դուք, սիրելիներս, ինչպես կկիրառեիք այս խորհուրդը ձեր կյանքում։ Հանդիպել եք արդյոք իրավիճակների, որտեղ ատելությանը սիրով պատասխանելը փոխել է ամեն ինչ։ Խնդրում եմ, կիսվեք ձեր մտքերով և պատմություններով մեկնաբանություններում։ Եկեք միասին սովորենք կիրառել Տիրոջ ուսմունքները մեր առօրյայում և դարձնենք մեր աշխարհը մի փոքր ավելի լավը։ Քրիստոսը մեզ հետ։